Արատտան համարվում է հնագույն միջագետքի առասպելներում հիշատակվող խորհրդավոր եւ հարուստ երկիր, որը հատկապես հայտնի է շումերական դյուցազներգություններից։ Չնայած այն պատմականորեն հաստատված պետություն չէ, Արատտան մեծ դեր ունի հին քաղաքակրթությունների պատկերացումներում, որպես հարստության, գեղեցկության եւ մշակույթի խորհրդանիշ։ Արատտան շումերական աղբյուրներում Արատտայի մասին հիմնական տեղեկությունները գալիս են շումեր քաղաքակրթության գրականությունից։ Ամենահայտնի պատմություններից է Էնմերքարն ու Արատտայի տիրակալը։ Այս դյուցազներգությունում պատմվում է, թե ինչպես է Էնմերքարը, Ուրուկ քաղաքի տիրակալը, փորձում են թարգել Արատտային։ Արատտան ներկայացվում է որպես շատ հարուստ երկիր, լի ոսկով, արծաթով, լապիս լազուլով, բարձր զարգացած արհեստներով եւ շինարարությամբ։ Աշխարհագրական հանելու գիտնականները մինչ օրս չեն կարողացել ճշգրտորեն որոշել, թե որտեղ էր գտնվում Արատտան։ Սակայն կան տարբեր վարկածներ, հնարավոր տեղադրություններ, հայկական լեռնաշխարհ, այդ թվում Արարատ շրջակայք, Իրանի արևմտյան շրջաններ, Կովկասյան լեռնային տարածքներ։ Շատ հայ պատմաբաններ ենթադրում են, որ Արատտան կարող էր կապված լինել Հայաստանի տարածքի հետ, հիմնվելով անվան եւ մշակութային նմանությունների վրա։ Հարստություն եւ մշակույթ։ Արատտան նկարագրվում է որպես մի երկիր, որը արտահանում էր թանկարժեք քարեր, հատկապես լապիս լազուլի, ուներ զարգացած մետաղագործություն, հայտնի էր իր շինարարական հմտություններով։ Շումերները նույնիսկ կարծում էին, որ Արատտան կարող է օգնել իրենց տաճարների կառուցման գործում։ Կրոն եւ աստվածներ Արատտայի պատմություններում հիշատակվում են նաեւ աստվածներ։ Ամենակարևորներից է Իննանանա, համարվում էր այն աստվածուհին, ով կարող էր ընտրել աջակցել Ուրուկին, թե Արատտային։ Սա ցույց է տալիս, որ Արատտան ուներ նաեւ հոգեվոր նշանակություն։ Պայքար Ուրուկի հետ դյուցազներգություններում Արատտան եւ Ուրուկը հաճախ ներկայացվում են որպես մրցակիցներ։ Ուրուկը ցանկանում էր գերիշխել, Արատտան պահպանել իր անկախությունը։ Այս պատմությունները ոչ միայն քաղաքական պայքարի մասին են, այլ նաև խորհրդանշում են քաղաքակրթությունների մրցակցությունը, գիտական եւ պատմական նշանակություն։ Չնայած Արատտան առասպելական է, այն կարևոր է մի քանի պատճառով։ Ցույց է տալիս, թե ինչպես էին հին մարդիկ պատկերացնում իդեալական երկիրը, վկայում է առևտրային կապերի մասին։ Քանի որ շումերները գիտեին հեռավոր հարստությունների մասին, կարող է պարունակել իրական պատմական հիշողությունների հետքեր։ Արատտան հայկական տեսանկյունից։ Հայկական որոշ տեսություններ Արատտան կապում են Հայաստանի հետ նշելով Արատտա եւ Արարատ անունների նմանությունը, լեռնային բնույթը, հարստությունների նկարագրությունը, սակայն սա վարկած է, ոչ հաստատված փաստ։ Հետաքրքիր փաստ էր։ Արատտան համարվում է աշխարհի ամենահին միստիկ երկրներից մեկը։ Այն հիշատակվում է ավելի քան 400 տարվա վաղեմության գրություններում։ Որոշ հետազոտողներ այն կոչում են հնագույն Էլդորադո։